Այսօր կփորձարկենք ամենատրենդային ելակով բաունտին եւ չէներգետիկներ։ Եվ ես միանշանակ ցանկանում եմ առաջինը փորձարկել բաունտին։ Տվյալ բաունտից դեռ Հայաստանում չկա, դրա համար ես իրեն պատվիրել եմ։ Եվ այս գժուկը ինձ հասավ 20 օր։ Վրայից գալիս է կոկոսի ու ելակի դուխու հոտ։ Պրոբոյը։ Այն որ շատ էժան ելակի համով պաղպաղակներ են լինում։ Այդ պաղպաղակի համն է պլյուս կոկոս, պլյուս սպիտակ շոկոլադ։ Գույնը բռնացրել եմ։ Ընդհանուր առմամբ կարելի է համարել, որ բաունտին հավանել եմ, դրա համար ես այն կգնահատեմ 10-ից կես լիմոն։ Մի քիչ շոտ էր քիմիական համը։ Հաջորդը կփորձենք վարդագույն չէներգետիկը։ Ոնց որ ծամոնի հոտ է։ Բաբլգամ։ Եվ այն միանշանակ կլցնեմ իմ հարսանիքի բաժակի մեջ, որովհետև այդ ժամանակ չենք օգտագործել, սրտից դարդ է եղել։ Բրաբոյա։ Ունի բավականին սուր արտահայտված բաբլգամի համ։ Ես այն կգնահատեմ 10-ից 9, որտեղ ինչ-որ մի բան կա դուրս չի գալիս։ Հաջորդը կփորձենք կանաչը, մոխիտոն։ За счастье и любовь։ Այս թթվաշությունը բաբլգամի մեջ էլ կա, ինչ-որ ասես վերջում թթվաշություն է գալիս, չես հասկանում խի։ Բայց այս մեկը միանշանակ ավելի համով է։ Ես կգնահատեմ 10-ից 10։ Եվ վերջում կփորձարկենք նարնջագույնը։ Շարի վրա չմնանք էլի, երրորդն է խմենք։ Սա շատ նման է բաբլգամին, ուղղակի մի քիչ ավելի նուրբ է։ Վրան նոր կարդացի գրված էր տուտի ֆրուտի։ Կարա իրականում համապատասխանի տուտի ֆրուտի։ Այս տարբերակը ես կգնահատեմ 10-ից 6, 7 կամ 8։ Մի խոսքով այսօրվա համար այսքանն էր։ Շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք, հետևեք ինձ, որ չկորցնեք։